Մինչև օգոստոսի 31-ը երկար սպասված շահավետ եռանկյունակցիայի շրջանակում ստացեք բացառիկ պայմաններ դուռ, լամինատ և պաստառներ միասին ձեռք բերելու համար։ Տիկին Ջուլակյան, ձեր հանձնաժողովը նաև վերահսկողություն է իրականացնում քննչական մարմինների նկատմամբ։ Օրերս Հայաստանի քննչական կոմիտեն խայտառակագույն մի հաղորդագրություն տարածեց, որն այնքան ակներև էր մարդու անձնական տվյալների անձնական կյանքի մեջ միջամտությունը, որ եզակի բացառություն էր կարելի է ծափարել մարդու իրավունքների պաշտպանը արագ արձագանքել։ Խոսքը վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդու ձերբակալման հետ կապված անձնական տվյալների հրապարակ։ Դիմում եմ ձեզ որպես պետահրավական հանձնաժողովի ապագա նախագահ, խտրական բան չեմ ասում, նաև որպես կին, ձեր դիրքորոշումը և ակնկալում եմ նաև դատապարտման խոսքը ապագայում քննչական կոմիտեին քաղաքական ճղճի նպատակներով նման խայտառակ հաղորդագրություններից զերծ մնալու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Մանուկյան, այո, ծանոթ եմ ես այդ հաղորդագրությանը, եւ եթե դուք ինձնից ուզում եք լսել հենց կոնկրետ այդ բառը դատապարտում, այո, դատապարտում եմ, բայց նաեւ պետք է ասեմ, որ սա կարծես թե առաջին դեպքը չէ, որ մենք ունենում ենք խնդիր հայտարարությունների հետ կապված, որտեղ որ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ կապված խնդիր է արձանագրվում եւ այստեղ ես չեմ ուզում որ մենք պարտադիր տեսնենք դիտավորությունը, այլ գուցե պրոֆեսիոնալիզմի խնդիր։ Սա խնդիր է, նաև ուզում եմ արձանագրել, դուք ասացիք, որ զարմացած եք, որ մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է, ես կարծում եմ զարմանալու որևէ բան չկա։ Մարդու իրավունքների պաշտպանը գրեթե միշտ նմանատիպ դեպքերում արձագանքում է եւ արձագանքում է շատ տեղին, բայց նաև միաժամանակ ուզում եմ նշել, որ միայն մարդու իրավունքների պաշտպանը չէ, որ արձագանքել է այս դեպքին, այլ նաև անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը գիտեք, որ արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանում է, այսինքն նաև գործադիրը դեմս անձնական տվյալների պաշտպանության գործակալության իր դիրքորոշումը հայտնել է սրա վերաբերյալ եւ լիովին կիսում եմ ես այդ դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ճիշտ է կատեցիք, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը եւս արձագանքել էր, որը եւս խրախուսելի է ու զարմանալի։ Ճիշտ եք նկատում, որ անձնական տվյալների հրապարակում իրավապահ մարմինների կողմից առաջին դեպքը չէ։ Անցնող 5 տարիներին ազգային ժողովի գործունեության ընթացքում բազմաթիվ նման դեպքերի եմ առնչվել եւ իրավապահ համակարգը քաղաքական նպատակով անձնական տվյալները հրապարակել այս ազգային ժողովի տեսախցիկները սերվերը ազգային ժողովում է, հսկվում է ամենախիստ կերպով, բայց չգիտես ոնց այդ տեսախցիկների տեսանյութը մեկ էլ հրապարակվում է։ Դեռ առիթ ունենալու եմ խոսել ԱԱԾ-ի մասին, վերջին խայտառակ դեպքը, երբ որ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ անցակետի տեսախցիկի տեսանյութը մի քանի րոպեից հայտնվում է մամուլում ու ԱԱԾ-ն իրան թույլ է տալիս պատասխանել, որ կարող եմ արտահոսք կազմակերպել։ Արտահոսքը հակաօրինական բան է, բայց դա արդեն ելույթ է։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ձեր արձագանքի համար։ Պետք է նշեմ, որ առհասարակ մեր երկրում շարունակում է խնդիր մնալ անձնական տվյալների պաշտպանությունը։ Մենք գրեթե բոլոր ոլորտներում այդ խնդիր ունենք, ես կարծում եմ, որ այդտեղ ոչ միայն պետական մարմինների, այլ նաև մասնավոր ընկերությունների, որոնք իրենց գործունեության բնույթից ելնելով նաև տիրապետում են անձնական տվյալների, մենք լրջագույն պրոֆեսիոնալիզմի խնդիր ունենք լուծելու եւ այս առումով անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարողությունների զարգացումը մեր առաջնահերթությունների մեջ է մտնում։ Պետք է ասեմ, որ նաեւ այն, որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գործադիրի մաս է այս պահին համարվում, խնդիր է դիտարկվել ոչ միայն մեր կողմից, այլ նաեւ միջազգային մեր գործընկերների կողմից եւ նաեւ այդ շրջանակներում պետք է նշեմ, որ արդեն քննարկվել է եւ առաջիկայում օրենսդրական համապատասխան փոփոխություններ ենթադրող նախագիծը կուղարկվի ազգային ժողով, կառավարության կողմից կհաստատվի եւ կուղարկվի ազգային ժողով, որ ինքնավար մարմին կդառնա այս գործակալությունը։ Առիթ կունենամ դեր անդրադառնալու ժամանակում չտեղավորվեցի։